Հարգելի հետևողներ, կզրուցենք քաղաքագետ վերլուծաբան Հրան Մելիք Շահնազարյանի հետ։ Պարոն Մելիք Շահնազարյան, բոլորը այսպես պատրաստվում են հունիսի ընտրություններին, քաղաքական տարբեր ուժեր, թեև մի մասը չի հայտարարել մասնակցության մասին, ամեն դեպքում ընտրություններով տեսնում եք հեռանկար իշխանափոխության։ Գիտեք, ես տեսնում եմ, որ հասարակությունը այլևս չի ընդունում Փաշինյանի վարած քաղաքականությունը եւ իշխող ուժը կորցրել է ամբողջությամբ վստահությունը հանրային դաշտից, սա միանշանակ է։ Բայց դրան զուգահեռ տեսնում եմ, որ իշխող ուժը արդեն ամիսներ շարունակ հետևողականորեն քայլեր է իրականացնում, որոնք միտված են այդ ընտրությունների արդյունքները կեղծելուն կամ գոնե թե այնպիսի պայմաններ ստեղծելուն, որպեսզի ընդդիմությունը հնարավորություն չունենա որևէ հաջողություն արձանագրել։ Այսինքն, եթե զուտ ընտրվելու մասին հնարավորություն է, ոչ, բայց կեղծելու հնարավորությունը այս իշխանությունները ունեն, ավելին ասեմ, այս իշխանությունները ունեն հնարավորություն պարզապես հայտարարելու ընտրությունները իրենց հարմար արդյունքներ եւ վստահեցնում եմ ձեզ, որ այն բանից հետո երբ Նիկոլ Փաշինյանը դա անի, հայտարարի, կես ժամանց ինքը սկսելու է ստանալ շնորհավորական ուղերձներ Միացյալ Նահանգներից, եվրոպական երկրներից, հնարավոր է այլ երկրներից, որտեղից նույնիսկ չէինք սպասի, որ նման շնորհավորանքներ կլինի։ Այսինքն ինքը գիտի, որ ունի իրեն ցանկալի, իրեն հարմար արդյունքներ արձանագրելու կամ այդպես ներկայացնելու հնարավորություն, վստահ եմ ինքը դա անելու է։ Պարոն Մելիք Շահնազարյան, ասացիք կեղծելու հնարավորության մասին, մոլդովական սցենարի կրկնություն Հայաստանում կանխատեսում եք։ Նիկոլ Փաշինյանը չի դնելու ինչ-որ բաներ խաղարկի եւ այլն, փորձի ինչ-որ փաթեթավորել իր հնարավոր հաղթանակը եւ այլն, կարող է պարզապես հայտարարել դրա մասին։ Մոլդովական սցենարը ցավոք սրտի այո սպասելի է նաեւ ռումինական սցենարը, մինչեւ ընտրությունների չեղարկում եւ այլն, մանավանդ երբ խոսում են արտաքին ազդեցությունների մասին, այսպես կոչված հիբրիդային պատերազմի մթնոլորտ են ձևավորել եւ մեծ հաշվով տեսնում ենք, որ պատկեր են նկարել, իբրև թե մենք ապրում ենք ինչ-որ պատերազմական իրավիճակում, հիբրիդային պատերազմ է եւ այլն, բնականաբար հետո էլ կարող են ասել պատերազմական իրավիճակ է ու դրանից բխող ինչ-որ քայլեր անեն, ոչ թե մոլդովական նախադեպ ունենանք, այլ ուկրաինական, որ առանց ընտրությունների շարունակի պաշտոնավարել։ Տեսեք, մինչ իշխանությունը մի կողմից հայտարարում է, որ իրենք բացարձակ մեծամասնություն են կազմելու, այս ընտրություններում ժողովրդի վստահության քվեն են ասում ստանալու հերթական անգամ, միաժամանակ նաև շատ կոշտ արձագանքում են ընդդիմադիր բևեռների հնարավոր միավորմանը հետընտրական process-ում, ասում են կանխելու են Գյումրի 2 process-ը, դա ներկայացնում են կարծես դարի հանցագործություն, որը իրենք փորձում են կանխել։ Եթե մի իշխանություն, որը գտնում է, որ ինքը ունի բացարձակ մեծամասնություն, այդ դեպքում ինչի է ահասարսուր ներկայացնում կամ վախենում նույն այդ ընդդիմադիրների հնարավոր միավորումից, ինչ տարբերություն իրենք կմիավորվեն, թե չեն միավորվի, եթե իրենք ունեն օրինակ 50+։ Չէ, ես արդեն ասացի, որ իշխանությունը կորցրել է հանրության վստահությունը եւ Նիկոլ Փաշինյանը դա բոլորից լավ գիտի։ Ինքը շատ լավ գիտեր, երբ ուներ այդ աջակցությունը, հիմա էլ շատ լավ գիտի, որ չունի այդ աջակցությունը։ Դրա համար եթե խոսքը գնա արդար ընտրություններին, իրական ժողովրդավարական գործընթացներին, իրենք հասկանում են, որ պարտությունը այստեղ միանշանակ ապահովագրված է լինելու։ Դրա համար այլ ճանապարհներով են գնում։ Իսկ հիմա դրան զուգահեռ ինչ-որ փորձեն ընդդիմությանը վարկաբեկեն, վախեցնեն, ընդդիմադիր այս կամ այն թևը ուրիշի հետ կապեն արհեստականորեն կամ այլ թևերի միջև ինչ-որ հակասություններ մտցնեն, վեճեր առաջացնեն, դա էլ այն process-ն է, որը չի տեղավորվում ազնիվ պայքարի մեջ, բայց ազնիվ պայքար անկեղծ ասած իրենցից պետք է չէր ակնկալել, դա միանշանակ է, որ չէին անելու, ես խոսում եմ ավելի լուրջ խնդրի մասին։ Տեսեք, մենք խոսում ենք սպասող ընտրությունների մասին, բայց հենց հիմա դատարանի առջ ենք, որտեղ ընդդիմադիր ուժեղ կենտրոններից մեկի ղեկավարի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ դատավարություն է իրականացում, քրեական հետապնդում։ Այլ ուժերի առաջնորդները, ընդդիմադիր հիմնական ուժերի առաջնորդները կամ ղեկավար կազմը բոլորը կամ կալանավորված են, կամ դատարաններում են, կամ քրեական հետապնդման տակ են եւ ըստ էության սա էլ ճնշման եւ այդ ընտրությունը կեղծելու ձևերից մեկն է։ Դրա համար ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը թույլ կտա բանը հասնի նրան, որ ընդդիմադիրները խորհրդարանում կարողանան միավորվել եւ ինչ-որ հարցեր լուծել։ Իրենք
փորձելու են դա թույլ չտալ եւ արդեն հետեւականորեն քանի ամիս շարունակ այդ ուղղությամբ աշխատում են։ Օրինակ, եթե այդ սցենարը լինի եւ ընդդիմությունը, հա, խորհրդարանում ընտրվի որպես երկրորդ, երրորդ ուժ, իմաստ ունի գնալու, ինչ եք կարծում, պարոն Տեր-Շահնազարյան, այսինքն տարբեր դեմքերով լինի այսօրվա իրավիճակը։ Դե գիտեք, ես ամենաշատը վախենում եմ, որ հենց այդպես էլ լինի, այսինքն հունիսի 7-ին ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն լինի խորհրդարանում։ Բնականաբար դա այն չէ, ինչին ձգտում է մեր ժողովուրդը իր մեծամասնության մեջ։ Այլ հարց է, որ նորից եմ ասում, տարբեր սցենարներով, քարոզչական հնարքներով եւ այլնով ժողովրդին մեջ այդ հիասթափությունն են առաջացնում բոլորի նկատմամբ համահավասար։ Եվ դա էլ մի փրկողակ է, որից փորձելու է կարճել Փաշինյանի իշխանությունը։ Բայց եթե ասեմ ձեզ, հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը շարունակի իշխանավարել, մենք շատ մեծ կորուստներ ենք ունենալու։ Սկսվելու է սահմանադրության փոփոխությունից, լինելու են Հայաստանի Հանրապետության տարածքների հանձնում Ադրբեջանին, լինելու է այսպես կոչված այդ տրիպի մասին, որ խոսում են ըստ էության Հայաստանը թուրք-ադրբեջանական դաշինքի շահերի սպասարկող սերվիս մատուցող, ինչպես իրենք են ասում, back office եւ ոչ թե անկախ պետություն։ Եվ այլն, ել չեմ խոսում ներքին այդ զարգացումներից, եկեղեցի, արժեքներ եւ այլն, որոնք բոլորը հարվածի տակ են լինելու։ Դրա համար ընդդիմություն մնալը ոչինչ չի տալու ոչ մեր պետությանը, ոչ մեր ժողովրդին, ոչ էլ հենց ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Պետք է պայքարել իշխանափոխության համար։ Շնորհակալություն։